Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը Գյումրու Վարդան Հաչեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, շատ տաղանդավոր դերասանուհի։ Նա ճանաչված է որպես կատակերգական կերպարների հմուտ կատարող։ Մի խոսքով տաղանդավոր դերասանուհի, շատ հետաքրքիր մի անձնավորություն, շատ հետաքրքիր մի կին, Լեյլա Թադևոսյան։ Համեցեք, նստի Լեյլա։ Ահա, ամենակարևոր մասը եղավ էլի։ Շո։ Դիմավորելը, գալ նստելը։ Հիմա ասենք։ Բայց չբարևեցինք ոչինչ։ Հիմա եմ էլ ուզում բարևել, շտապում ես չէ։ Կարող եմ արդեն բարևել։ Հա? Հա, իհարկե։ Բարև Լեյլա ջան։ Բարև Աշոտ ջան։ Լավ, շնորհակալ եմ։ Ես ուրախ եմ, շատ ուրախ եմ Լեյլա ջան, որ դու այսօր իմ հյուրն ես։ Ուրախ եմ ու ես քեզ շատ երկար տարիներ գնանք, երբ դեռ երիտասարդ էինք, դու էլ, ես էլ, բոլորս էլ։ Ժամանակվանից ես հիշում եմ, ու այդքան տարիներ ես քեզ չէի տեսել, որ ինձ համար համանակնկալ էր, համ շատ հաճելի։ Շնորհակալ եմ Աշոտ ջան։ Ինձ համար էլ։ Ես շատ ուրախացա քո զանգից։ Հա։ Հա։ Եղավ, ես Արթուրին Վարդանյան խնդրեցի, ասեցի Լեյլայից ունես բաներ, տվյալներ բաներ, անպայման ուզում եմ իրան հանդիպեմ եւ նա տվեց ու ուրախ եմ, որ դա եղավ։ Լեյլա ջան, մի փոքր պատմի քո մասին։ Իմ մասին, գիտեք, մեկ-մեկ դժվարանում ես ինքդ քո մասին պատմելուց, չէ՞։ Ծնվել եմ Գյումրիում։ Նախքան ծնվելս, ինձ հարցրեցին որտեղ ես ուզում ծնվել, ասի իհարկե Գյումրիում։ Դենց էլ ստացվեց։ Հա, դենց էլ ստացվեց, ծնվեցի հենց Գյումրիում։ Սիրում եմ իմ Գյումրին շատ, կարոտում եմ։ Սիրուն մանկություն եմ ունեցել, անհոգ, ասում է ցավից անտեղյակ, բանից անտարբեր, ապրեցինք։ Սովորեցի, ավարտեցի միջնակարգ դպրոցը, երազում էի դերասանուհի դառնալ, ասում էի Տեր Աստված, երբ եմ ստանալու ատեստատ ավարտական վկայականը, որ մտնեմ թատերական ինստիտուտ։ Այդ այնց։ Դու որ թատերական Երևանի թատերական ինստիտուտում այն ժամանակ կոչվում էր Գեղարվեստա թատերական ինստիտուտ։ Ընդունվեցիր ում կուրսներ։ Սկզբից ընդունվեցի Գյումրիի Վարդան Հաչեմյանի թատրոնինքից ստուդիա Խորեն Աբրամյանի ղեկավարությամբ թատրոնի։ Հետո ընդունվեցի Գեղարվեստա թատերական ինստիտուտ Երևանում, ղեկավարը Կիմ Արզումանյանն էր, Կիմ Գուրգենիչը։ Եվ այնքան ուրախ եմ, այնքան հպարտ եմ, այնքան լիքն եմ, որ ինձ ճակատագիրը բաժին հանեց, որ ես շփվեմ նման մեծ մարդկանց մեծությունների հետ։ Կիմ Արզումանյան, Խորեն Աբրահամյան, Լուիզա Սամվելյան, Լևոն Հախվերդյան, Ռազմիկ Մադոյան, ու այդ ինչ գիտակ են, գանձ էին, կարևորություն էին, շատ կարևոր դեմքեր էին։ Իմ դասատուն էլ ա եղել, ամբողջ կուրսի տղաները սիրարված էին Լուիզա Սամվելյանին ու այդքան կիրթ կին, այդքան խելոք կին, այդքան ինտելիգենտ կին, հրաշք էր իսկապես, ես էլ երջանիկ եմ, որ տես մարդու սանը ուսանողն եմ եղել։ Լավ, երկար ժամանակ ա, որ այստեղ ես։ 26 տարի։ Կարոտում ես Գյումրին։ Շատ։ Գիտես Աշոտ, կարոտը դարձել է սովորական մի հատ բառ, մի հատ ուրիշ զգացողություն, զգացմունք է հիմա ապրում իմ սրտում, որ անուն չունի։ Քանի տարի ես եղել Գյումրիում։ 26։ 26 տարի, ինչ դուրս ես եկել, 26 տարի է դու այստեղ ես, ու ինչ դուրս ես եկել Լեննականում չես եկել։ Լեննական եմ ասում, որովհետև հին մարդիկ Լեննական են ասում, Լեննական գին, իսկ հիմիկվա սերունդը արդեն Գյումրիով որպես գիտեն։ Դու Լեննականում ես ծնվել, Լեննական մեծացել, իսկական մի կոմար Լեննականն էր էլ։ Լեննականն է, այո։ Ոնց 26 տարի չես եղել, բա ոնց ես դիմացել։ Դե էդի դիմանալ չի, Աշոտ։ Դա չգիտեմ ինչ է։ Գոյատևել է երևի, հա։ Բայց լավ, ինչի չես բանանում։ Այսա գնում եմ։ Անպայման պիտի գնաս։ Անպայման այս տարի պիտի գնամ։ Հիմա ինչով ես զբաղվում Լեյլա ջան հիմա։ Հիմա որտեվ քո նման գործ անող բան աշխուժկինը չի կարող հանգիստ նստի, ես գիտեմ։ Հա, խաղացի այստեղ ներկայացումներ խաղացի, սերիալներում նկարվեցի,
հրավերք ստացա Նյու Յորք ֆիլմ նկարվեցի Welcome Home, Բարի գալուստուն։ Գիրք եմ գրում, բանաստեղծություններ եմ գրում, շուտով գիրքս լույս կտեսնի։ Հաճախում եմ գրողների միություն, Սփյուռքահայ գրողների միություն, Սփյուռքահայ գրողների միության անդամ եմ, նախագահ Վազգեն Վանատուրը, վայ, շատ խելոք, խելացի հայ, շատ գրագետ հայ եւ այնքան հպարտ եմ, որ նման հայերի հետ կարողանում եմ շփվել, գործարքի մեջ մտնել։ Ես Լավ, ձեր գործունեությունը դու թատրոնում ես եղել, ասենք, թատրոն երբ ընդունվեցիր, ով կանչեց։ Ուրեմն թատրոն ընդունվեցի 84 թվականին։ Այո։ Երբ որ թերթում կարդացի, Խորեն Աբրամյանը եկել է Լենինական, ներկայիս Գյումրի եւ Աճեմյանի թատրոնին կից բացել է թատերական ստուդիա։ Ընդունվեցի եւ իմ կյանքը սկսվեց, վայ, շատ հետաքրքիր։ Գիտես, Աշոտ, չգիտեմ, կարող է բարձրաձայնեմ մարդիկ ինձ մի քիչ ուրիշ անկյունից նայեն։ Ուրեմն փողոցը պիտի անցնեմ, գնամ թատրոն։ Այնքան երկար եմ կանգնել փողոցը անցնելուց։ Ասում եմ, Աստվածաշուն, կարող է ինչ-որ բան լինի, թատրոն չհասնեմ։ Հա, ասենց մի հատ հիվանդ բան կար մեջս, թատրոնը այդ ձևով էի սիրում եւ ընդունում։ Ինձ համար տերասանները աստվածներ էին։ Մի հատ ուրիշ էներգիա կար թատրոնում եւ հիմա նաեւ կա իմ աշխարհի թատրոնում։ Այո։ Լավ, դու այդքան թատրոնում խաղացիր, հիմա այդ քո դերերին էլ կանդրադառնանք, քիչ հետո իհարկե, բայց ավելի շատ ճանաչվեցիր ու ավելի շատ ճանաչված դարձաք այդ գյումրեցիներ ձեր խմբով, չէ՞։ Հա, հա։ Բնականաբար պատմի, ոնց ստեղծվեց այդ խումբը, ոնց իրար հավաքվեցիք իրար գլխի ու ստեղծեցիք այդ ու շատ հետաքրքիր, կասես ինչ բաներ են եղել, տեսահոլովակներ են եղել, բաներ են եղել, կասետներ են եղել, չէ՞։ Շանթ հեռուստատեսությունը նոր էր բացվել Գյումրիում։ Եվ Հովիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Արտուր Հակոբյան, իմ տաղանդավոր ընկերները սկսեցին խաղալ մանրապատում, հումորային մանրապատումներ, ու ես ճիշտն ասած ասում եի Աստվածաշան, ինչ են անում։ Իմ աշխարհում թատրոնը դա դրամատիկ դերերն է, դա ավելի, չգիտեմ, ուրիշ գույնի կերպարներն են։ Մի խոսքով, իրենք խաղում են եւ հանկարծ Արտուրը ինձ Հովիկը հրավիրեցին իրենց հետ խաղալու։ Ահա, ասի ոնց։ Ես այդ մանրապատումները հումորային մի տեսակ անսովոր էր, օտար էր։ Եվ գնացի, մասնակցեցի, խաղացի ու ժողովուրդը մեզ ճանաչեց հումորային մանրապատումներով։ Ճանաչեց, սիրեց, այնքան սեր տվեց Աշոտ, այնքան սեր տվեց, որ էլ չէիր կարող թողնել այդքան սեր, այդքան լավ ընդունելություն, մեր ժողովուրդը լավն է, հայը լավ հանդիսատես է։ Բա ինչ հանդիսատես է։ Լավ, ես ասում եի, չէ՞ որ արագ անցնում իմ հաղորդումը, առաջին մասը արդեն ավարտվեց, հիմա ես անցնեմ գովազդի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը շատ հաճելի, շատ անուշիկ, շատ տաղանդավոր մի մարդու հետ, իմ շատ սիրելի Լեյլա Թադևոսյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ իմ զրույցը իմ շատ հաճելի, շատ տաղանդավոր մի ազնվորության հետ, Լեյլա Թադևոսյանի հետ։ Լեյլա ջան, քիչ առաջ մենք գովազդից առաջ խոսում էինք ձեր այդ խմբի մասին, լեննականցիները, խմբի մասին։ Ձեր այդ ընկերներից մեծ մասը իմաստեղ են այդ լեննականցիները, այդ թատերախումբ, ասեմ, թե ոնց էր կոչվում։ Լեննականցիներ ուղղակի։ Լեննականցիները։ Մեծ մասը այստեղ են հիմա, չէ՞։ Գարգոն Մալոյան, մեր Արտուրը Վարդանյան, Հակոբյան, Արտուրը։ Ներողություն, Արտուրը Հակոբյան։ Ոնց ստեղծվեց այդ իրար ոնց գտաք։ Մենք եկանք հյուրախաղերի, ես Մալոյան Գագիկը, մի խոսքով Հովհաննեսը Հովհաննիսյան, հետո միացան մեզ Արտուրը Հակոբյան եւ Սամվել Արաքելյան, այստեղ էլ խաղացինք շատ ներկայացումներ։ Մի խոսքով հիմա էլ նորից հավաքվել ենք։
բոլորով էստեղ։ Իհարկե Հովանեսը Հովանեսյանը էստեղ չի եւ Սամվելը Արաքելյանը էստեղ չի, բայց Գագիկը Մալոյան, Արթուրը Հակոբյան, ես, հա, Սամվելը Գրիգորյան, մի խոսքով, ահագին մեր Սուսաննան Հարությունյան, Մարիամ Ալովան, Շանդուխ Տեչանոյան, բոլորը էստեղ են ապրում, հա։ Մեր թատրոնի ժողովուրդը։ Կապկա շփում կա, գոնե զանգերով բանով իրարից իմանում եք։ Իսկ մտներով չի ացել մի հատ որևէ տես մի բան ստեղծեք էլի նորից էլի հուշերա դա լավ էլի հիշողությունները ու մարդիկ կգան ձեզ հաստատ կան մարդիկ որոնք ձեզ այդ թվերին տեսել են անպայման եւ երիտասարդներն էլ կարող է գան իրենց պապից հայրերից մայրերից լսած լինելով մի բան փորձեք արեք չեք մտածում ուզում ենք իհարկե ուզում ենք Իսկ ձեր այդ տարիներին որ կար այդ հումորները, դուք եք գրում ինքներդ, թե ինչ-որ մարդիկ կային, որ զբաղվում էին դրանով։ Եվ մենք էինք գրում, հիմնականում Արթուր Հակոբյան, Հովանեսը Հովանեսյան եւ ժողովրդից էինք ստանում, շանթ հերոստատեսություն ծրարներով նամակներ էր գալիս անեկդոտների։ Հա։ Իրանք կպցնում էիք իրար։ Հա, նայում էինք, ծանոթանում էինք, որը որ հավանում էինք, ընտրում էինք, այդպես։ Բայց հիմնականում Արթուր Հակոբյանն էր գրում եւ Հովանես Հովանեսյանն էր գրում։ Հա, լավն է, իրական հումորով են շատ։ Հա։ Ես կուզենայի քո կարծիքը ուղղակի իմանալ, այսօրվա մեր հումորի ու հումորիստների մասին ինչ կարծիք եք։ Գիտեք, կան իհարկե հումորով երիտասարդություն կա, շնորհալի ու տաղանդավոր երիտասարդություն կա։ Ուղղակի պետք է Լուսահոգի Խորեն Աբրամյանը ասում էր յուրաքանչյուր տաղանդավոր դերասանի մի հատ տաղանդավոր ռեժիսոր է պետք։ Ճիշտ է։ Մի քիչ Սամ Սիբեր ռեժիսոր ենք դարձել։ Միշտ դրա կարիքը կա, որ հավաքեն։ Հա, չէ, ստեղծագործեն, հավաքեն եւ մտնեն ճիշտ մեծ արվեստի մեջ։ Շնորհքը կա, տաղանդը կա, բայց մի հատ կարևոր բան չկա, որ պակասում է։ Ճիշտ ռուսերեն բառ ասեմ, որպեսզի ճիշտ ռելսերի վրա։ Հա, չէ, հա, էտա։ Ուտեն չանոթ։ Լավ, ես գիտեմ, դե որ դու շատ նաև հետաքրքիր յուրօրինակ բանաստեղծուհի ես։ Շնորհակալ եմ։ Գիտեմ, որ շատ գեղեցիկ գործեր ունես։ Խնդրեի մի երկուսը այսօր դու մեզ համար կատարել, իմ ու մեր հեռուստադիտողի համար։ Իհարկե, սիրով։ Գաղթականի ոտնամանս թողնեմ օտար ճամփի վրա։ Որպես կարոտ միուխտավոր արպաչայից ջուրը մտնեմ ու մկրտվեմ նորից ու կարոտը հանեմ աչքերիցս հոգնած գցեմ ջուրը տանի ջուրը խմեմ Գյումրի ես իմ 1000 վերքով 7 վերք դուրը բանամ խունկիս հոտը շնչեմ մի քիչ թեթևանամ Հրաշալի բանաստեղծ։ Շնորհակալ եմ։ Դու էլ դերասանուհի ես, դու շատ լավ էլ կարդացիր։ Այն որ մենակ, ասենք, բանաստեղծ են, պոետ են, իրանք ճիշտ է, լավ ճիշտ զգում են, բայց ճիշտ չեն կարողանում արտասանել, էլի այդ կարդալ այդ բանը ներկայացնել։ Իսկ դերասանը համ զգում է այդ գրվածքը, լրիվ։ Համ էլ դե արդեն որպես դերասան ճիշտ է կատարում, ճիշտ է ներկայացնում։ Շնորհակալ եմ։ Դու երկուսն էլ դու ունես, էլի, ասում եմ երկու երանի կա, էլի։ Միտեղ եղել է, հա։ Հաստատ միտեղ եղել է։ Շատ գեղեցիկ բանաստեղծություն է։ Ես էլի կուզենայի լսել քո կատարումը։ Սիրով։ Գամ ու նստեմ մի օր քարիդ։ Շոյեմ, սիրեմ քարդ։ Գամ ու փարվեմ մի օր հողիդ, շնչեմ ու լամ, տանեմ ցավդ։ Իմ կարոտի հերուներից գամ ու գամ չոքեմ, քարերը թամբուրեմ, շոյեմ քարեքո ձեռքերը, շոյեմ քարեքո աչքերը, լսեմ քարեքո գոռոցը։ Ինձ տեսնելուց ոնց ես գոռում, այդ քո քարեբիշտ գոռոցով։ Գրկենք իրար ու լավլացենք, գրկեմ, փարվեմ ու խենթանամ, սիրեմ, շոյեմ ու մանկանամ, թե չէ այսպես այսքան հեռու, այսքան մենակ ու այսքան որբ, ինչ կանանա, գամ ու հավատամ հրաշքներին, լինելիքին այս հավատամ, վերադառնամ ես դեպի քեզ, ես դեպի ինձ վերադառնամ, Եվ թող զանգերն իմ 7 վերքի հավեր շնչեն, նոր հայտնություն թող հավետեն,
լսում ես Գյումրի, իմ քարե հրաշք վերադարձել է, ես վերադարձա։ Շալի բանաստեղծում եմ շատ սիրուն կարդացիր Լելա ջան, իսկապես լավ ինչի ես որ քիչ առաջ զրուցում էինք իրար հետ, նախքան հաղորդումը սկսելը դու ահագին ես թղթերի վրա գրած բերեցիր քո բանաստեղծումները, հրաշք բանաստեղծումներ։ Լավ ինչի չես տպագրում, չէ՞ որ հիմա դե այդքան դժվարություններ չի պահանջում դրա համար երևի։ Շուտով անում եմ այդ աշխատանքներն եմ կատարում, որ տպագրեմ։ Անպայման, այդ պետք է անպայման հանձնվի գրքին ու ընթերցողին։ Ինձ թվում է այս մեր հաղորդումից հետո շատ շատերին կհետաքրեն քո մյուս գործերի հետ էլ ծանոթանան, դե դա կլինի առիթ է։ Լելա ջան, կա մի թեմա, որի մասին կուզես հիմա խոսել։ Ոյ այնքան շատ թեմաներ կան, Աշոտ։ Այնքան շատ թեմաներ կան։ Գիտես, ես կուզեի խոսել մարդկանց մասին, այն որ ասում է, ինչու են մարդիկ աշխարհը խառնում, եւ ինչ են ուզում մեկը մյուսից։ Երբ սովորական մի բարի լույսից աշխարհը այնքան բարի է դառնում, ինչու են մարդիկ աշխարհը խառնում։ Գիտես, ուզում ես հանգիստ խղճով մտնես անկողին, հանգիստ խղճով արթնանաս, վայելես, առավոտը լուսաբաց ապրես, ոնց որ Աստված է քեզ տվել։ Բայց այնքան ցավ է մտնում հոգուդ մեջ, ու այնքան ալուծելի հարցեր գլխիդ մեջ, որ դու արդեն բնությունից հեռանում ես, հազիվ հասցնես այդ հարցերը լուծես։ Սենց։ Շատ գեղեցիկ ես խոսում, շատ ճիշտ ես խոսում կյանքի մասին։ Ուրեմն ավարտվեց նաև մեր հաղորդման երկրորդ մասը։ Հիմա մենք անցնենք գովազդին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր հաղորդման երկրորդ մասը։ Այժմ գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս շատ սիրելի Լելա Թադևոսյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց գովազդի արդյունի եթերում, շարունակում եմ զրույցս Լելա Թադևոսյանի հետ։ Լելա ջան, ես կուզենամ պատմես դու քիչ ավելի հակիրճ, կարճ քո գործունեության մասին Գյումրու Վարդան Աչեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Ասեմ, նոր որ մտնում ես թատրոն, երազանքներդ ուրիշ գույներ ունեն, չէ՞։ Հետո մի քիչ շփում ես գործունեության հետ թատրոնի մի խոսքով, հետո զգում ես, որ չէ, ամեն ինչ այդքան հեշտ չէ, ինչքան քեզ է թվում։ Ինչի որ դու մտար թատրոն եւ դի խաղաս Դեսդեմոնա, կամ չգիտեմ ինչ է։ Օ, ինչքան ճանապարհ ունես անցնելու, ասում է աստղերին հասնելու համար միշտ փշոտ ճանապարհ Աստված քեզ տալիս։ Այո։ Եվ այդ փշոտ ճանապարհն ես անցնում, էլի եմ կրկնում, ուրախ եմ իմ թատերական աշխարհում։ Ես կուզեմ, չէ, քո գործունեություն նկատի ունեմ խաղացած տերերից մասին, ինչ կերպարներ ես խաղացել։ Ես խաղացի Անտիգոնեում քաղաքացուհի, ինձ համար կերպար էին գրել, եւ ես սիրում եմ իմպրովիզացիա եւ սիրում եմ գրել, սարքել, մշակել իմ կերպարը, եւ այնքան լավ էր ստացվել իմ կերպարը, որ Լևոն Հախվերդյանը հատուկ բարձրացավ բեմ, ասեց կարամ քեզ գրկեմ։ Գիտեք, ինչ բաներ են դրանք, որ դերասանի թատրոնի մարդու համար դա շատ կարևոր կետա, որ ամբողջ մի կյանք հիշում ես։ Այնտեղ շփվել ես Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, Ֆորեն Աբրամյանի հետ, չէ՞։ Այ պատմի, հետաքրքիր մի հատ պատմություն։ Մեհեր Մկրտչյանը մի օր ինձ ասեց. «Լելա ջան, շատ պետք չի տանջվել։ Աստված քեզ տվել է այն, ինչ որ տվել է»։ Ինչքան, ասում ամեն ինչ այնքան հեշտ է։ Մեր Մկրտչյանի հետ նենց հետաքրքիր բան չունես, ասենք շփման։ Չէ, մի անգամ բախտ չի վիճակվել ինձ բեմ դուրս գալու Մեհեր Մկրտչյանի հետ։ Ալբերտ Մկրտչյանի հետ եմ աշխատել թատրոնում եւ Մեհեր Մկրտչյանը խաղաց հացագործին կինը, արդեն Երևանում եմ վատառող չէր, գրիմանոցում նստած էր, գնացի փաթաթվեցի, ասեցի ցավը տանեմ։ Շուռ եկավ, ասեց վայ, մեռնիմ ջանիդ։ Նենց Գյումրվա էր, նենց համով էր։ Թե ինքը մեծ արվեստագետ էր, Աստված հոգին լուսավորի։
Այո։ Հետո մեր թատրոնում 5 տարի աշխատեց Խորեն Աբրամյանը որպես գեղարվեստական ղեկավար եւ որպես դերասան, անավարտ մենախոսությունում խաղացի Խորեն Աբրամյանի հետ բախտ ունեցա նույն ժամանակին նույն բեմում լինել, իհարկե ինքը հզոր էր, եւ Կորադո ներկայացման մեջ իհարկե փոքրիկ Ադա խաղում էր Մայրամիկը, իմ աղջիկը։ Այո։ Նստում էր Այ երեխաների հետ մասին չխոսացինք։ Հա, նստում էր Խորեն Աբրամյանի ծնկին եւ ասում էր, ահա, Մարիամիկը մի օր տեսնում լաց ա լինում Խորեն Աբրամյանի ծնկին նստած։ Ներկայացումը որ ավարտվեց, Խորիկը հարցրեց. «Մարիամ ջան, այդ ինչի լացում ասի»։ Խորիկ ջան, ամբես տխուր կխաղայր սիրտս լցված։ Խորիկ էլ ասում էր։ Տղադ էլ շատ տաղանդավոր էր։ Հա, տղաս լավ տաշնակահար էր եւ նաեւ լավ դերասան էր տաղանդավոր Ալբերտ Մկրտչյանի հավատք ներկայացման մեջ խաղաց Պերտատարկայի մանկությունը։ Այո։ Շատ սիրուն տեսարան հնչում էր Կարլ Օրֆի երաժշտությունը եւ Տրտատարկայի հորը սպանում է Գրիգոր Լուսավորիչի հայրը Անտարի տեսարանը եւ ինքը պիտի իր մահացած հորը Անտարից դուրս բերի։ Տեր Աստված, այդ ոնց էր գոռում, մի ձեռքերին այրուն, հոր այրունն է էլի, այդ ոնց էր պատտվում, այդ ոնց էր խաղում, այդ ոնց էր քաշում հոր մարմինը բեմից, ամբողջ դալիճը ոտքի վրա ծափ էր տալիս, այդտենց խաղում էր ինքը։ Եվ խաղաց նաև ավերված քաղաքի մեղեդին, իհարկե հիմա ուրախ ավտոբուս, խաղում էր են փոքր տղան, թատրոնում, հետո խաղաց ուրիշ տղա, որտեղ իմ տղան արդեն բոյով էր, մեծացել էր, էլ չկարողացավ այդ փոքրիկ երեխա շատ լավ էր խաղում։ Իհարկե շատ էր ջղայնացնում Ալբերտ Մկրտչյանին, բայց լավ էր խաղում։ Լավ, Լեյլա ջան, դե ոնց կարող ասենք դեննականցին գա մի հատ երկու հատ անեկդոտ չպատմի։ Պատմես մի երկու։ Հա, իհարկե, սիրով։ Ուրեմն ուրախ դեպք իմ կյանքից, հա։ Նստած ենք Սաքի Մուրադյանի լուսահոգի Սաքի Մուրադյանին ճանաչում եք անպայման։ Իր ստուդիայում ուղիղ եթերա։ Նստածը Արթուրը իմ կողքին եւ Հովանես Հովանեսյանը զանգ եկավ ստուդիա։ Մեկը հարցրեց թե Լեյլա ջան, դա ճիշտ է որ դու Հովանես Հովանեսյանի կինն ես։ Ասի չէ, ես Հովանես Հովանեսյանի խաղընկերուհին եմ։ Իմ ամուսինը Հայաստանում է։ Անջատվեց։ Նորից անցավ 10 րոպե, նորից մեկը զանգում է, վայ, բա մենք գիտենք Հովանես Հովանեսյանը քո ամուսինն է, ասի ոչ, իմ ամուսինը չի, նորից անջատեցին, հիմա երրորդ անգամ նորից զանգ ստուդիայում, մեկին էր, ասեց, Լեյլա ջան, բայց մենք միշտ գիտենք, որ դու գիտեցել ենք, որ դու Հովանես Հովանեսյանի կինն ես, ասի Հովանես Հովանեսյանի կինը չեմ, բայց այնքան ասեցի, որ միտքս փոխվա։ Պատմեցի չէ որ քեզ Ավստրալիայում էր կարծեմ մեկ եկավ ասեց Աշոտ Ղազարյանն ես ասում եմ չէ ես չեմ Աշոտ Ղազարյանն ես ասում չէ ես չեմ այս ժպիտը խոսքը դա շարժուծեվը Աշոտ Ղազ ասում եմ Աշոտ Ղազ քեզ ժամիկը ես ուղղակի խաղում եմ էլի կատակ եմ քեզ ժամիկը ասում Աշոտ Ղազարյանն ես ասում եմ վերջը հոգնեց էլ չդիմաց ասեցի Աշոտ Ղազարյանն եմ բարձանք ասեց սուտ ես ասում դու Աշոտ Ղազարյանը չես Լավն է շատ։ Ուրիշ անեկդոտ, այդ անեկդոտ, այդ իրական պատմություն։ Ուրեմն Լենականյան Բարբարով։ Հəbə ինչ։ Մեկում կեշտա պոլիստեշ ոստիկանություն, կսե մարդս կորել է։ Կսե տիգին նգարագրե մարդուտ կդնինք, կսե վայ, բոյով, սիրուն, աչքերը կաբուտ, թիգուն կլեն տղամարդ էր, երեխեն կքաշեմ օրփեշից, կսե մամա, բայց բաբան այդպես չէ, կսե ցենդ կդրե։ Կդնելուց հետո թողտպես մեկին կդնի։ Շատ լավ է։ Լավն է, սիրում եմ այդ անեկդոտը։ Այո, շատ լավն է, կա էլի անեկդոտ։ Հա, իհարկե։ Ուրեմն Գյումրիում երկրաշարժից հետո իհարկե պատմությունը տխուր էր, բայց շատ անեկդոտներ ծնվեցին։ Երկրաշարժից հետո օգնություն էին տալիս, ով որ ընտանիքում զոհեր ունի։ Ուրեմն մեկի ազգականին բնակարան են տալիս։ Կինը Վարդուշ, տիգին Վարդանուշը զայրացած գալիս ամուսնու հետ կռում ասում է լսի, Վարդան,
քու սաղ մնալդ մեզ ահագին վնաս տվեց։ Այսինքն օգնությունից զերկվել է։ Նրանցան շատ եմ ցավում իսկապես, որտեղ ահագին բան կա, որ կուզենայինք խոսեինք, թե աղջկա չնայած աղջկա առանձին հրավիրելու եմ, որտեղ նա այնքան այդքան երիտասարդ ու այնքան գործ արդեն արելու անում, որ նրա համար առանձին հաղորդում դի ունենանք, ինքը կպատմի իր մասին։ Չնայած համեստ է շատ, ես զգացի ու ամաչկոտ, բայց դե հաղորդմանը սով գալիս է բացվում է։ Հետո ասեմ մի բան նաև Քենեթ փողոցի վրա, կա Քենեթ Վիլիջ ծաղկի սրահ, որը մեր հետ համագործակցում, այսինքն ինքը սիրուն կանանց ու աղջիկներին իր կողմից համեստ ծաղկեփնջեր ավարկում մեր խնդրանքով իհարկե։ Ես ուզում եմ ահա այդ ծաղկեփնջերից մեկը այսօր նվիրել քեզ ու ավարտենք մեր այսօրվա զրույցը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Դե ես սպասում եմ լեննականցիները ծրագրին։ Շնորհակալ եմ շատ։ Անպայման դուք այդ կանեք ու գիրքն էլ պիտի տպագրեք։ Սիրով։ Շնորհակալություն, հաջողություն, հաջողություն։ Այո, սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մի հաղորդում իմ հյուրն էր շատ հրաշալի մի կին, հրաշալի զրուցակից եւ հետաքրքիր անձնավորություն Լելա Թաթևոսյանը։ Իսկ այժմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերը։ Կյանքը դա մի փորձություն է, որը դեռևս ոչ ոք առանց սխալների չի անցել։ Այսքանը բարեկամներ, բարի գիշեր։ Ինչ ա եղել այ մարդ։ Ոչ մի բան չի եղել։ Բայց մի ժամ է ինչ ես ման գալիս։ Մեր Զաքսի վկայականը։ Ինչ ես անելու մեր Զաքսի վկայականը։ Ուզում եմ իմանալ այդ անդեր ժամկետը երբ է լրանում։